Ողջույն օրագիր նյուզի սիրելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում է ռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը։ Ողջույն, պարոն Գալստյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Խոսենք թերևս երկու ամենակարևոր մշակութային իրադարձությունների մասին, որոնք տեղի ունեցան վերջերս։ Հայ դերասանների մասնակցությամբ անորոշ ֆիլմը արժանացավ 5 Օսկար մրցանակի։ Ֆիլմի մասին շատ տարբեր կարծիքներ եղան։ Իհարկե, շատերս ասում ենք, որ սա հպարտանալու եւս մեկ առիթ է, որ հայ դերասանների մասնակցությամբ ֆիլմը այսպիսի հաջողության արժանացավ։ Շատերն էլ նշում են, որ հայերը ներկայացված էին ֆիլմում որպես թափթփուկային կերպար։ Դուք ինչպես եք գտնում, որ կարծիքն եք ավելի հակված եւ արդյոք արժանի համարում եք այս հաղթանակը։ Անկեղծ ասած, ես եթե չլիներ երկու հայ դերասանի մասնակցությունը, ընդհանրապես այդ ֆիլմի մասին չէի ցանկանա խոսել եւ Օսկար մրցանակաբաշխությունը իմ կարծիքով ամենևին էլ մեզ համար ամենակարևոր մշակութային իրադարձությունը չի։ Օսկարը վաղուց արդեն շատ կոմերցիալիզացված է եւ ամերիկյան կինոյի ազդեցությունը անգամ եվրոպական կինոյի վրա այնքան մեծ է, որ անգամ ամերիկացիների շնորհիվ Կաննը, Բերլինը, Վենետիկն են կոմերցիալիզացված կինոփառատոններ, որոնք ծառայում էին կինոյին։ Հիմա շատ ավելի շատ այդ թվում եւ Օսկարը առաջին հերթին նպաստում են կոմերցիային, դա շոու է, որը պետքա լինի հաջողակ մարդկանց շոու, հաջողակ մարդկանց մասին, ել ավելի շատ փող հավաքելու համար։ Եվ երկրորդը քաղաքականություն։ Արվեստը հոլիվուդյան կինոակադեմիկոսների մոտ երրորդ տեղում է։ Առաջին տեղը դա կոմերցիալ հաջողություններն են, կինոյի մոնետարիզացիան, կոմերցիալիզացիան, երկրորդը ամերիկյան քաղաքականության թելադրումը ամբողջ աշխարհում, որտեղ Հոլիվուդը աշխարհում ձևավորում է կարծրատիպեր, որոնք որ ազդում են ամբողջ աշխարհի արժեհամակարգի վրա։ Եվ արվեստը այստեղ գալիս է երրորդ տեղ, իսկ երբեմն նաև էլ ավելի հետ։ Այնպես որ ես չեմ համարում դա մեծ մշակութային իրադարձություն։ Այո, մեծ իրադարձություն է, բայց ոնց որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ինքը մշակույթի հետ ամենաառաջին եւ ամենասերտ համագործակցությունը չունի։ Արդեն ասեցի ինչ պատճառներով։ Հիմա մեր հայ դերասանների մասնակցությունը հոյակապ չտեսնված լավ լուր է, որ հայ դերասանը, հատկապես Վաչեն, որը որ Երևանից է գնացել, հերթական անգամ ամբողջ աշխարհին ապացուցում է, որ այո, Ամերիկան այն երկիրն է, որը տալիս է երազանքի իրականացում, չէ, հայտնի կա American Dreams, ամերիկյան երազանք, եւ դու գնում ես այնտեղ եւ մոխրոտիկ որպես գնում ես Ամերիկա եւ դառնում ես աշխարհի տիրակալը։ Հոյակապ շատ լավ, շատ ջերմ ողջունում եմ դա եւ հաճելի է, որ հայ դերասանը, որտեվ գիտեք, այդ կարգի կինեմատոգրաֆիական միջավայրի մեջ մտնելը չի կարող չնպաստի անձնական աճին եւ այն Վաչեն, որը որ խաղում էր այստեղ չեմ ուզում վատ բառ օգտագործել, սարսափելի պերսոնաժներ էր ստեղծում, շատ վատ, Այսինքն վատ էր մատուցում։ Չէ, վատ պերսոնաժներ էին, որոնք գիտեք, ես միշտ նայում եմ, որ ձևավոր ստեղծած պերսոնաժը ինչ ազդեցություն է ունենալու հասարակության վրա։ Դա ամենամեծ խնդիրն է Հայաստանում։ Հայաստանում մեդիա դաշտը, աուդիովիզուալ դաշտի նկատի ունեմ սերիալները, հեռուստատեսային հաղորդումները, սիտկոմները եւ կինոն ի վերջո պարտադրում են հասարակությանը պերսոնաժներ, խարակտերներ, կերպարներ, որոնք ուղղակի ապականում են հասարակության ցենզը, ինչպիսին պետքա լինի պերսոնաժը, որտեղ եթե դուք հասարակությանը մատուցում եք պերսոնաժ, հասարակությունը ուզած չուզած նմանօրինակում է, իրեն իդենտիֆիկացնում է այդ պերսոնաժի հետ, եւ եթե դուք 30 տարի հասարակությանը մատուցում եք զզվելի պերսոնաժներ, ստանում եք այն հասարակությունը, ինչ որ մենք ունենք։ Ես էլի եմ ասել, ամենացիտվող հեռուստատեսային նախագիծը, աուդիովիզուալ նախագիծը, դա կարգին հաղորդումն է Հայաստանում, ընդ որում ցիտում են բոլոր մակարդակներում, իշխանական էստաբլիշմենտից բռնած երկրի առաջին դեմքերից
Դա այդ գիտեք ինչ, երբ որ իմ մոտ ինչ որ մեկը անգամ ինձ մտերիմ մարդ ցիտում է կարգին հաղորդումից, ես մի անգամից իրան գցում եմ սև ցուցակ, որովհետև չի կարելի, դա շատ վատ բան է։ Այս տեսանկյունից հաշվի առնելով, որ ամերիկյան կինոն թելադրում է կարծրատիպեր աշխարհին, անորայի տված ազդեցությունը հայկական ինքնության վրա եւ ընկալումների վրա ինչպիսին է հայը, սարսափելի, որովհետև այդ կինոյում, անորայում ես չեմ նայել, բայց ես կարդացել եմ, իսկ ես պրոֆեսիոնալ եմ, շատ երկար եմ կինոյում, իմ համար բավական է նայել թիզերը ֆիլմի, տրեյլերը ֆիլմի, 2-3 կադր, կարդալ 2-3 վստահելի աղբյուրից գրախոսական այդ ֆիլմի մասին, ես տեսել եմ այդ ֆիլմը։ Մենք կինոն այդպես էլ ընկալել ենք խորհրդային միության տարիներին, որտեղ այն ժամանակ երկիրը փակ էր եւ ոչ ամբողջ կինոն էր հասնում, ասենք Միքելանջելո Անտոնիոնի ֆիլմը կամ Ֆելինիի ֆիլմը կամ Գոդարի ֆիլմը կամ որևէ նոր ֆիլմ Բունյուելի ֆիլմը մենք չէինք նայում, չէր հասնում մեզ, բայց մենք տեսնում էինք մի քանի կադր, մի քանի պատկեր, մի քանի ֆոտո եւ մի քանի լավ վերլուծություն, այդ բավական էր ֆիլմը նայելու համար։ Հետո երբ որ արդեն մի քանի տարի հետո նայում էիր էկրանին, տեսնում էիր, որ դու ավելի լավ ես պատկերացրել այդ ֆիլմը, քան ինքը կա, բայց ոչ ուրիշ բան։ Պատկերացրել ես հենց այդ։ Եվ սա ինձ բավարար է չնայել ֆիլմը, որովհետև երբ որ ես տրեյլերը նայել եմ եւ մի քանի բան կարդացել եմ այդ ֆիլմի վստահելի աղբյուրներից գրախոսականներ, իմ մոտ էլ ցանկություն չի առաջացել նայելու անորան։ Բայց այդ ֆիլմում ամեն ինչը կլիշե է, ամեն ինչը կարծրատիպ է։ Եթե արտագաղթյալ աղջիկա խորհրդային տարածքից, ուրեմն ինքը պետք է լինի ստրիպտիզ։ Հայերն էլ կարծրատիպային են։ Եթե ռուսա, ուրեմն պետք է լինի օլիգարխ։ Այսինքն եւ հաջորդ կարծրատիպն է գալի, եթե հայ են, ուրեմն պետք է լինեն օրենքից դուրս, պետք է լինեն ծառա ռուս օլիգարխին, պետք է լինեն այս առումով չնկատել, որ սա միտումնավոր նսեմացնումը հայի ընկալումը համաշխարհային հանրության մոտ եւ որ սա արվածամիտումնավոր, ուղղակի տգետ պետքա, տխմար պետքա լինես, որ սա չհասկանաս։ Եվ ես այդտեղ ամենևին բարոյախոսական բան դերասաններին ընդհանրապես չեմ մեղադրում, դերասանները այն մարդիկ են, որ միշտ կախված են ռեժիսորներից, առաջարկից։ Առաջարկ է եղել այսպես անել, իրանք ընկալել են, ընդունել են, իրանց համար շանս է, իրանք հասել են իրանց կարիերայի բարձրակետին Միացյալ Նահանգներում։ Իմ համար դերասանական բարձրակետը ամենևին Օսկարը չի, որովհետև ես ունեմ իմ պատկերացումները կինոյի։ Եվ հիմա աշխարհը այնպեսին է, որ կինոակադեմիկոսներին էլ պետք չի ընդունել, ընկալել որպես վերջի ացիանի ճշմարտություն, կինոակադեմիկոսներն էլ են փոխվել։ Այ օրինակ երեք Հայաստանի կինոակադեմիայի անդամներից մեկը Սարիկ Անդրասյան անունով ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է, ես զզվում եմ Տարկովսկուց։ Տարկովսկին հիմարի մեկն է, այդ կինոն, եթե դուք ուզում եք դառնալ թշվառներ, զբաղվեք այն կինոյով, ինչ որ Տարկովսկին։ Սա ասում է կինոակադեմիայի անդամ, առանց հասկանալու, թե ինքը ինչ է ասում, առանց հասկանալու, բայց վրեժ խնդիր լինելով Տարկովսկուց, որովհետև երբ որ ինքը գնում է իր տարբեր մրցանակներ, իմ գոլեգան է, ես չեմ ուզում իրան վատաբանեմ, բայց Տարկովսկուն ասել, որ ես զզվում եմ Տարկովսկուց ուսանողներին, այդ նույնիսկ Սարիկ Անդրասյանը չի այդտեղ մեղավոր, դրան մեկնաբանելու բան չկա, մեղավոր են այն մարդիկ, որ այդ մարդու ոտքը ներս են թողել կինո քոլեջ, այդ մարդուն կարելի էր ներս թողել կինո քոլեջ, բայց մենակ մի պայմանով, որ նայեք եւ հետո չդառնաք այսպիսի ռեժիսոր, որովհետեւ Տարկովսկին ֆունդամենտալ պերսոնա է ոչ միայն ռուսական կինոյի համար, այլ ամբողջ կինոյի համար։ Եվ երբ որ այդ պերսոնաժը գնում է եւ ասում է ես ինչ որ ֆիլմեր եմ արել, ես ինչ որ բոքս օֆիսներ եմ հավաքել եւ այլն, հետո իրան հարցնում են ինչ որ մեկը խելացի մի հատ ինչ որ մեկը հարցնում է, ասում է դու ինչ ես ասում, ռեժիսոր, ծիծաղում են, ասում են դու ինչ ռեժիսոր, ռեժիսորը Տարկովսկին է։ Այս պատճառով է նա հիմա վրեժխնդիր լինում Տարկովսկուց։ Եվ այս էլ կինոակադեմիկոս է, այսպիսի կինոակադեմիկոս էլ Ամերիկայում են լծված, այնպես որ հարգանքը պահելով, ես չեմ ուզում շատ փնովեմ իմ գոլեգաներին, բայց կինոն այնպիսի բան է, որ եւ արվեստը այնպիսի բան է, որ ինչքան էլ մենք ապրենք իսկ իրական արժեքների դեֆորմացման ժամանակաշրջանում պետք է կարողանալ քաջություն ունենալ, ընդունել ճշմարտությունը եւ որակյալ
բովանդակությունը եւ բարձր արվեստը զատել այն աղբից, որը որ լցվում է քո վրա, անկախ նրանից, թե այդ աղբի համար քանի հատ Օսկար են տվել։ Հիմա մենք ապրում ենք ժամանակաշրջաններում Գոհարյան, երբ որ ամեն ինչը ֆեյք արժեքների վրա։ Այնց ամեն օր ես տեսնում եմ իմ լրահոսի մեջ, որ ինչ որ մարդիկ գրում են, որ ինչ որ փառատոններում շահել են ինչ որ մրցանակներ։ Ու պետք չի, որ դուք մասնագետ լինեք, որ հասկանաք, որ այդ փառատոնները ֆեյք են։ Այնտեղ չկա փառատոն։ Այնտեղ մի հատ ինչ որ նկուղում նստած 3 հատ ջահել երեխա հիմնադրել են այդ փառատոնը ինչ որ մարդկանց ամբիցիաները բավարարելու համար։ Իրանց ուղարկում են ինչ որ գումար, իրանք էլ տալիս են ինչ որ մրցանակ։ Այդ ամեն ինչը որևէ կապ չունի մեծ կինոինդուստրիայի հետ։ Բայց սա այնքան վատ բան է, որ աճեց, հետո այդ մարդիկ հասկացան, որ եթե կարելի է փողով մրցանակ առնել, ուրեմն կարելի է փողով մրցանակ առնել նաև Կաննում, հետո հասկացան, որ կարելի է փողով մրցանակ ապրել նաև Օսկարում, ֆեյքը դարավ արդեն ոչ թե ֆեյք, այլ իրականություն։ Տեսեք, 2 օր առաջ էկրան բարձրացավ Վազգեն վերջին սպարապետը ֆիլմը, սկսած ֆիլմի անվանումից մինչև ռեժիսորական լուծումներ շատ մտահոգություններ եղավ հանդիսատեսի շրջանում։ Նախ դուք ինչ կարծիք ունեք անվանման հետ կապված եւ երկրորդ օրինակ ֆիլմում տեսարան չկար հոկտեմբերի 27-ից, բացի նրանից, որ ազգային ժողովի շենքի կադր էր եւ կրակոցների ձայն էր։ Դուք որպես ռեժիսոր ինչ լուծումներ կտայիք սրան եւ առհասարակ կանդրադառնայիք այս թեմային, թե ոչ նման ֆիլմ։ Մեծ սիրով կանդրադառնայի Վազգեն Սարգսյանի կերպարին, պերսոնային։ Ես ունեմ սկզբունք, ի տարբերություն անորային, որը որ մեր ստեղծագործությունը չի, բայց հայկական որևէ հաշվի առնելով այն պայմանները, որոնցում որ ստեղծվում է հայկական կինոն, եւ ես դրա մեջ եմ, ձեռնպահ եմ մնում մինչև ֆիլմը նայելը, որևէ բան խոսալ ֆիլմի մասին։ Բայց ոչ այն դեպքում, երբ որ ստեղծագործությունը կապված է այնպիսի ֆունդամենտալ կերպարի հետ, ինչպիսին է Վազգեն Սարգսյանը։ Ստեղ ես կարող եմ ասել, որ իմ կարծիքը, սա միայն իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է, եւ ես ներողություն եմ խնդրում իր հարազատներից Վազգեն Սարգսյանի, եթե իմ ասածը իրանց կթվա վիրավորական, ամենևին նպատակս դա չի, բայց ես համարում եմ չափազանց վտանգավոր ու ոչ խրախուսելի ինքնավստահություն, չունենալով որևէ փորձ կինոարտադրության մեջ, արած չլինելով որևէ ֆիլմ, արտադրած չլինելով գոնե կարճամետրաժ կինո, միանգամից այնպիսի հավակնություն ունենալ, որ այ մենք հիմա կարող ենք անել սպարապետի մասին ֆիլմ։ Երբ որ ես այդ հավակնությունը տեսնում եմ, երբ որ ես տեսնում եմ, որ որպես ռեժիսոր հրավիրված է մի մարդ, որը ամենևին հայկական կինո իրականության մեջ չի ամենայն հարգանքով այդ մարդու հանդեպ, երբ որ ես նայում եմ այդ հրավիրված ռեժիսորի ֆիլմոգրաֆիան, այսինքն արած ֆիլմերը, ես հասկանում եմ, որ այս մարդիկ չեն պատկերացնում ինչա կինոն, ինչի համար է կինոն։ Ես իհարկե անպայման կխոսեմ ֆիլմը նայելուց հետո, որտեղ Վազգեն Սարգսյանը չափազանց թանկ կերպար է Հայաստանի նորանկախ պատմության համար, չափազանց կարևոր պերսոնաժ հասկանալու համար ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ, հասկանալու համար Հայաստանի հաղթանակը եւ հասկանալու համար Հայաստանի պարտությունը եւ այդ լեգենդար պերսոնաժի վրայով անցնել ուղակի կենցաղային մակարդակով անել ֆիլմ եւ փորձ անել, փորձել համոզված եմ, որ այդպիսի դիտավորություն չի եղել, բայց գիտեք, ես երբ որ տեսա առաջի կադրերը, երբ որ տեսա ընթացքը ինչպես են նկարել, իսկ ես էլի եմ ասում, ես 30 տարի է կինոյում փորձ ունեմ։ Ես իմ կնոջը, իմ ամենամտերիմ մարդուն ասեցի ցավում եմ, բայց սա լինելու է մի հատ մի բան, որը կարող է Վազգենի վրայից մաքրի լեգենդի այն կարևոր շղարշը լեգենդի, որ կա Վազգենի վրա, որտեվ կարող է լինի այնքան կենցաղային ֆիլմ, որ ասեն լավ էս չէր, որ դուք ասում եք Վազգեն Սարգսյան, էս էր Վազգեն Սարգսյանը, իսկ կինոն ուղիղ դրա հակառակի համար է, գիտեք,
Կա իմ սիրելի ռեժիսորներից մեկը, Օրսոն Ուելսը, ասում է, որ ռուսերեն ես կարդացել, բնօրինակներ չեմ կարդացել, ես իմ արագ թարգմանում, ինքը ասում է իրականության եւ լեգենդի միջև ես միշտ նախընտրում եմ լեգենդը։ Եվ Վազգեն Սարգսյանը, որը ինքը իր կյանքով է դարել լեգենդ, հիմա այդ լեգենդը իջացնել կենցաղային մակարդակի, այդ անթույլատրելի է։ Ես էլի եմ ասում, անպայման, հիմա այս առաջի շղարշը անցնի, անպայման ես կնայեմ այդ ֆիլմը եւ իմ կարծիքը կասեմ, ոչ թե իմ ճակերտների մեջ իմ հեղինակավոր կարծիքը, այլ ուղղակի որպես մարդ ու ով տեսել է Վազգեն Սարգսյանին, ով գիտի այդ մարդուն, գիտի ինչ է նշանակում Վազգեն Սարգսյանը եւ գիտի դա ինչ բանալի է հասկանալու համար իսկապես թե ինչու ենք մենք հիմա այս վիճակում։ Վազգեն Սարգսյանը կինոյի համար ուղղակի նվեր նյութ է հասկանալու համար իրան, ինքը հախուռ պերսոնաժ է, ինքը մութ սև կողմով եւ սպիտակ կողմով հերոս է, ամենասիրելի բանը կինոյում ինքը հաղթող հերոս է եւ ինքը ողբերգական ավարտով հերոս է։ Ու սա կինեմատոգրաֆիական անհավանական ստեղծագործություն անելու անսպառ աղբյուր է, անսպառ։ Բայց երբ որ դու տեսնում ես այո, ազգականները կարող են ստանձնել այդ վեհ առաքելությունը իրենց ի վերջո իրենց աչքի առաջ ա եղել, դա իրենց կյանքն է, բայց նրանք պիտի բարի լինեն եւ լսեն պրոֆեսիոնալներին։ Իրանք պետք է հրավիրեին իրանց պատկերացրած 5, 6, 7, 10 ամենալավ կինոգործիչներին ու մի հատ այդ սցենարը դնեին ընդհանուր քննարկման։ Որտեղ Վազգեն Սարգսյանը դա Վազգեն Սարգսյան չի։ Վազգեն Սարգսյանը դա Հայաստանի Հանրապետության նորանկախ Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության պատմության ամենաառանցքային եւ ամենաինֆորմացիա կրող գործիչն է։ Էսա պատճառը եւ սրանք իմ մտահոգություններն են, ելի եմ ասում, ֆիլմի մասին ինֆորմացիայի վրա հենված, ոչ թե ֆիլմի վրա հենված։ Այնպես որ ֆիլմը նայելուց հետո եթե ես տեսնեմ, որ ստեղ ավել բան եմ ասել, ես հրապարակավ նորից մի հատ էլ կխնդրեմ, որ ինձ հրավիրեք եւ կասեմ, այս հարցերում ես սխալ էի։ Դա աստված, որ ես սխալվում եմ, բայց կարծում եմ, որ իմ կինեմատոգրաֆիայի մեջ, կինոարտադրության մեջ եղած փորձը հիմքեր չի տալիս պնդելու, որ ես սխալվել եմ Սկարիևսիվը ասում է կներեք ռուսերեն բառի համար ամենայն հավանականությամբ էլ ավելի խիստ կխոսամ նայելուց հետո։ Պարոն Գալստյան, հնարավոր է հայկական կինոյի վերածնունդ։ Այո, հնարավոր է։ Ինչպես եք տեսնում դա։ Հայկական կինոյի վերածնունդի համար պետք է հայկական կինոյի կառավարման դաշտը դառնա արդար։ Մեր կարգի երկրներում ինձ շատ են մեղադրում, որ ես շատ պատասխանություն եմ դնում պետության վրա, բայց մեր կարգի երկրներում, փոքր երկրներում մեծ կինոն, իսկ հայկական կինո ասելով մենք հասկանում ենք մեծ խաղարկային կինո։ Չենք հասկանում, այդպիսին է, դա էլ է կարծատի, բայց այդպիսին է, մենք երբեք չենք որևէ երկրի կինո ասելով հասկանում այդ կինոյի անիմացիան կամ այդ կինոյի դոկումենտալի ոչ խաղարկային, այդպիսին է։ Մենք երբ որ ձեզ ասում են ֆրանսիական կինո, դուք եթե իմ տարիքի եք, հիշում եք տղամարդը եւ կինը, հիշում եք Գոդար, այսինքն կինո ասելով, երբ որ ձեզ ռուսական կինո, հիշում եք Տարկովսկուն, երբեք չեք կարող հիշել Վիտալի Մանսկի, ինքը դոկումենտալիստ ռեժիսոր է։ Այսպեսին է, որ մենք ասում ենք կինո, դա խաղարկային կինոն է։ Հիմա խաղարկային լավ կինոն Հայաստանում ամբողջովին կախված է պետական աջակցությունից, որովհետև պետությունը չի թողնում, չի ստեղծում լավ պայմաններ, որ այդ մուտք գործեն անհատ ֆինանսավորողները։ Պետությունը ինքը չի տալիս լավ դաշտ, որ ներդրումներ կան կինո մասնավոր սեկտորից։ Եվ մասնավոր սեկտորից գալիս է մենակ վատ կինոյի համար գումար։ Այսինքն գերկոմերցիալիզացված կինոից պետությունը չի պաշտպանում հայկական լավ կինոյի շահերը։ Պետությունը չի ֆինանսավորում լավ հայկական կինո։ Տեսեք, ես շատ հազար անգամ ներողություն եմ խնդրում, օրինակը բերեմ ին վրա։ Ես 9 թվականին արել եմ իմ առաջի ֆիլմը, դեբյուտային խճճված զուգահեռներ ֆիլմը Նորվեգիայի եւ Ֆրանսիայի հետ։ Ֆինանսավորում եմ կարողացել գտնել շվեյցարական աղբյուրներից, հոլանդական աղբյուրներից եւ Ռուսաստանից։ Իմ առաջի դեբյուտային ֆիլմը
համաշխարհային պրեմիերա ունեցել Մոսկվայի փառատոնում, որը ակարգի փառատոն էր, եվրոպական պրեմիերա ունեցել Ռոտերդամի փառատոնում։ Ուրեմն դրանից հետո, եթե իմ անձը դնենք մի կողմ, իմ փոխարեն նստած լիներ Պողոս Պողոսյանը, 11 թվին էլ պետությունը ինձ տվել է ոսկե մեդալ մշակույթի նախարարության կինոյում ավանդ ունենալու համար 11 թվականին, 9 թվականի ֆիլմից հետո, 12 թվականին ես վերցրել եմ լավագույն ազգային ֆիլմի մրցանակը։ Եվ դրանից հետո իմ հաջորդ ֆիլմը դուրս է եկել էկրան 25 թվականին։ Այսինքն 12 տարի պետությունը ինձ շանս չի տվել նոր ֆիլմ նկարելու։ Իսկ եթե դուք ձեր առաջի ֆիլմով անում եք եւ մտնում եք Ռոտերդամ, հաջորդ քայլով դուք մտնելու եք Բերլին, որովհետեւ Ռոտերդամից բարձր դա Բերլինն է, Կաննն է եւ Վենետիկն է։ Ու վերջ, էլ չկա։ Այսինքն եթե որևէ մի երիտասարդ, եթե մենք լինեինք Իսրայելը, եթե մենք լինեինք այնպիսի երկիր, որտեղ պետականության հիմքերը ամուր են, պետությունը ուղղակի կբռներ ին վզից ու կասեր արա երկրորդ ֆիլմը, իսկ մեր երկրում պետությունը ամեն ինչ արեց, որ ես չանեմ իմ երկրորդ ֆիլմը։ Եվ եթե պետական կառավարման մոդելում գան պրոֆեսիոնալներ ու տիրի արդար կինոյի բաշխման սկզբունքներ, շատ արագ 1-2 տարում մենք ունենանք լավ մեծ խաղարկային կինո, որովհետև այս տարածաշրջանում տաղանդները շատ են։ Վրացիները ունեն տասնյակ ֆիլմեր, որոնք մտել են այդ նույն Բերլին, նույն Կանն։ Ես չեմ խոսում Իրանի կինոյի մասին։ Անկամ քրդերը ունեն կինո, որոնք քրդերը չունենալով պետություն, ունեն կինո, որը մտել է ակարգի փառատոներ, իսկ հայերը չունեն։ Այդպիսի բան չի լինում։ Այս տարածաշրջանը գերէմոցիոնալ, գերզգացմունքային, ավանդապաշտ եւ ժամանակակից տենդենսների հետ բախման մեջ գտնվող տարածաշրջանը։ Այդ պայմաններում ստեղծվում է մեծ արվեստը, մեծ կինոն։ Եվ ստեղծվում է ամեն տեղ մեր շրջապատում, թուրքերը ստեղծում են մեծ կինո, Իրանը ստեղծում է մեծ կինո, վրացիները ստեղծում են, Ադրբեջանը ստեղծում, հայերը չունեն մեծ կինո։ Ուրեմն դա միտումն է, որ է արվում, միտումն է, որ է փակվում այդ կինոն։ Չի կարող մի ազգ 60 թվից մինչև 90 թիվը ունենա 5-6 համաշխարհային կարգի ռեժիսոր, ինչպիսին Փարաջանովը, ինչպիսին Մալյանը, Դովլաթյանը, Բեկնազարյանը, ասենք մի փոքր հին։ Ու հանգարց հաջորդ 30 տարում ոչ մի ռեժիսոր չունենա, որովհետև ոչ մի խաղարկային ֆիլմ չունենք։ Սա արվում է միտումնավոր։ Եվ իմ վերջի 10 տարվա պայքարը այս պետության կինոյի կառավարման մոդելի հետ, որը հիմա բարեբախտաբար իր արդյունքներն է տալի, հենց դրա մեջ էր, որ չի կարող այդպիսի բան լինի, որ հայկական կինոյի համար մեկ թշնամին լինի հայկական կինոյի պատասխանատուն։ Այդպիսի բան չի կարող լինի։ Ձեզ ինչա վարձատրում են, առնում են, մեր թշնամիները ձեզ առել են, ասել են դիտավորյալ սպանեք հայկական կինոն։ Դուք ինչ եք անում։ Անձնական կռիվների դաշտ տեղափոխելով սպանել լավ կինոն է, ինչ է նշանակում։ Ոնց կարող է պետական կառավարումը հենված լինի անձնական ամբիցիաների վրա։ Կամ դուք որտեղ եք տեսել ռեժիսոր, որը տենց հալած յուղի պես է եւ չի ասում, երբ որ սխալներ է տեսնում։ Բոլոր ռեժիսորները պրոբլեմատիկ մարդիկ են։ Այդպիսին է արվեստագետը, այդպիսին է ինքը ինչ գիտի, այն էլ խոսում է։ Դրա համար ես վստահ եմ, որ այս պահին մենք ունենք նոր մարդիկ կինոյի կառավարման դաշտում, մենք սերտորեն համագործակցում ենք իրանց հետ, բացահայտորեն անկեղծ երեսներին ասելով նույն պահին, երբ որ տեսնում ենք սխալներ, որպեսզի իրանք չվերածվեն են նողկալի կառույցին, ինչ որ կար ազգային կինոկենտրոնը, որ իրանք չկտրվեն իրականությունից, որ իրանք չմտածեն, որ չինովնիկն է անում կինոն։ Որտեւ գիտեք, արվեստում աշխարհում արդեն կա մի հատ նողկալի տենդենս, որ բոլորին թվում է, որ մարքետոլոգները եւ շուկան է անում կինոն։ Հայաստանում դրա դեֆորմացված, դեգրադացված ձևն է, որ չինովնիկն է որոշում ինչպիսի կինո։ Չի լինում, այդ երկուսին էլ պետք է հրել մի կողմ, որպիսի կինոն, որպիսի ով որ կարողանում է կինո արարի կինո։ Եվ հենց այդ պահը գա, այդ պահից սկսած մենք ունենանք շատ լավ կինո։ Իդեպ կունենանք նաև շատ լավ կինո կանանց կատարման, որովհետև հիմա հայկական կինոյում բավական ակտիվ են կին ռեժիսորները։ Եվ ես օրինակ միշտ սպասում եմ իրանց ձայնին, որովհետև շատ կներեք ուղղակի այս թեման ինձ հետաքրքիր է, դրա համար եմ ասում, ընդամենը մի 5-10 տարի առաջ, երբ որ ես նայում էի ֆիլմեր, երրորդ կադրից ասում էի, որ սա կին ռեժիսորի նկարած է, որովհետև ինքը սպეციფիկ էր։
Հիմա երբ որ ես նայում եմ, արդեն ինձ համար դժվար է գուշակել սա կին ռեժիսոր է, թե տղամարդ, որտեղ իրանք այնքան են հղկել իրանց ասելիքը մի քանի տարվա մեջ, որ դու տեսնես, որ սա ուղղակի լավ ֆիլմ է, իր հետևում չի երևում էլ սերը, երևում է տաղանդավոր կինոռեժիսորը, որը նոր լեզու է բերել։ Դրա համար ես էլ սպասում եմ, որ պետքա խաղարկային կինոյում էլ առաջ գան կինոռեժիսորները եւ բերեն իրանց, բայց այս ամեն ինչը արվեստը շատ փխրուն բան է։ Եվ եթե դուք իրան սենց անդադ խեղդում եք, ինք մոլախոտը ուտում է այդ ծաղիկը, չի կարողանում այդ ծաղիկը դուրս գալ։ Եվ շատ չեն այն մարդիկ, որոնք իմ նման կդնեն իրանց անձնական կյանքը հարվածի տակ, բայց կգնան մինչև վերջ։ Ռեժիսորները փխրուն մարդիկ են, իրանք պատահում է, որ նեղվում են, նեղանում են, թողնում են, հեռանում են։ Դրա համար պետք է ամեն ինչ անել, որ այդ մարդիկ կարողանան նկարել։ Ու վերջ ու մենք ունենանք շատ լավ կինո։ Վան Գալստյան, հնարավոր է ֆիլմ առանց քաղաքականության։ Ոչ։ Դա առհասարակ թե Հայաստանում հնարավոր չէ։ Այս պահին այսօր ժամանակակից աշխարհում ոչ, որովհետև անգամ եթե ինքը չունենա ոչ մի քաղաքականություն, դա կլինի իր պրոցեսը քաղաքականությունը։ Հիմա քաղաքականությունը այնքան իրեն ոչ հարիր տեղ է զբաղեցնում աշխարհում, որ դա ինքնաբերաբար առաջացնում է պրոցես որևէ ստեղծագործողի մոտ։ Ու ինքը անգամ նկարելով ամենահովերգային, ամենապոետիկ պատմությունը միևնույնն է դրա մեջ արտահայտում է իր պրոցեսը քաղաքականության դեմ։ Քաղաքականությունը ներխուժել է մեր կյանք, մեր անձնական տարածք, ամենաբացասական վատ բժիշկի նման ինքը սենց մտել է մեր մարմին եւ այդ մարմնի մեջ անում է իր սև գործը։ Դրա համար արվեստը ուզած չուզած քաղաքականությանը անդրադառնում է։ Իսկ Հայաստանում հիմա ուղղակի անհնար է, որովհետև մենք տեսնում ենք ինչպես է քաղաքականությունը կործանում մեր հազարամյակների ստեղծած խեղճ երկիրը։ Հազարամյակների բերած մեր ազգը, որը անցել է ամեն ինչի միջոցով, եկել հասել է այս կետին, երբ որ ունի իր տեղը աշխարհի վրա, իր դրոշը, իր ունի բարձրաձայն խոսում աշխարհի մյուս ազգերի հետ հավասարի պես շանս ունեցավ, քաղաքականությունը ապականեց ամեն ինչը։ Որտեվ գիտեք, մեր նման երկրները, առհասարակ բոլոր երկրները, բայց կան երկրներ, որոնք արհեստականորեն են ստեղծված, ես չեմ ուզում որևէ բան ասեմ, դա կապ չունի սահմաններից։ Օրինակ կան երկրներ, որոնք ստեղծված են ամբողջովին ներգաղթյալներով։ Բայց կան երկրներ, օրինակ Լատինական Ամերիկայի երկրները, օրինակ Աֆրիկայի երկրները, օրինակ Կովկասը, որոնք աուտենտիկ են, որտեղ այդ ժողովուրդը երկար դարերով բերել է ու ստեղծել է այսպիսի մի հատ ցեղախումբը, դարել է այսպիսի մի հատ ազգ։ Եվ այդ աուտենտիկ ազգերը չափազանց հոգևոր են։ Իրանց պատմությունը այնպիսին է, որ իրանց համար հոգևոր արժեքները, իրենց արժանամակարգում հոգևոր արժեքները բավական մեծ տեղ են խաղում։ Եվ հայ ժողովուրդն էլ է այնպիսին, որ իր համար հոգևոր արժեքները կարևոր են։ Այդպիսին է մեր ազգը։ Եվ հիմա դնել ասել, որ ժամանակակից տենդենսները այնպիսին են, որ մենք ամեն ինչը մոռանում ենք, մեր հոգևոր արժեքները շպրտում ենք մի կողմ, որպեսզի ինտեգրվենք ժամանակակից տենդենսներին, այդ ժամանակակից տենդենսները ամենափոփոխական բանն են աշխարհում։ Իրանք այսօր կան, վաղը չկան։ Մի հատ նախագահ է փոխվում Միացյալ Նահանգներում, աշխարհը ամբողջովին վերաշարադրում է իր սկզբունքները։ Այն մարդիկ, որոնք միանշանակ ասում են, որ սա մածունը դա սև է, որովհետև Միացյալ Նահանգները ասում են սև է, մի հատ ընտրություններով ասում են, չէ, վայ, ներողություն, մածունը դա սպիտակ է։ Եվ այստեղ փրկությունը միայն այն է, որ դու հենվես քո ազգային աուտենտիզմի վրա, քո ինքնուրույնության վրա։ Դրա համար մենք ուզած չուզած քաղաքականության դեմ պայքարում ենք։ Քաղաքականությունը։ Հա, մենք իր դեմ պետքա պայքարենք, որ մեր ինքնուրույնությունը ինքը չկուլ չտա ուղղակի դևի նման։ Եվ վերջում, պարոն Գալստյան, ես տեղյակ եմ, որ դուք երկար տարիներ եղել եք դատական, գործընթացների մեջ, այսօր ինչ փուլում են դրանք։ Դատական հայցերը վերաբերվում էին երկու ֆիլմի՝ Տատիկիս վարսերը ֆիլմին եւ Բեն ֆիլմին, այն ժամանակ Թողություն վերնագրով։ Բեն ֆիլմով մենք ամբողջովին հաղթել ենք, որովհետև քրեական գործերը կասեցվել են եւ բարձրացավ վերջերս։ Էկրան բարձրացավ, բացի դրանից քրեական դատարանը որոշեց, որ իմ գործողությունների մեջ ոչ միայն հանցակազմ չկա, այլ անգամ չկա նվազագույն կասկածի շեմը ապահովող
փաստեր։ Այսինքն դա ամբողջովին զրպարտություն էր, ամբողջովին 6 տարի զրպարտություն էր, ընդ որում դա ասել էին ամենասկզբում քննիչները 19 թվականին քննիչները ասել էին, որ սա զրպարտություն է, այս մարդը անմեղ է, բայց հետո ազգային կինոկենտրոնը բողոքարկել էր, հետո բողոքարկել էր արդեն քննիչների վրա, հետո բողոքարկել էր դատախազի վրա, իրանք բոլոր ացիաներով բողոքարկելով գնում էին, որpիսի ես շանս չունենամ դիմելու պետական ֆինանսավորման համար, իրանք գիտեին, որ իրանք սխալ են։ Բարեբախտաբար իրանք փակեցին, այդ կինոկենտրոնը վերացավ այդ վերջի քրեական դատարանի որոշումից հետո։ Ուրեմն այս մի հարցով մենք հաղթեցինք անվերապահորեն։ Երկրորդը տատիկիս վարսերը, որը մենք ենք սկսել պետության դեմ, որովհետև պետությունը չի կատարել իր պարտավորությունները։ Հետո դրանից հետո պետությունը ասել է դուք էլ չեք վերջացրել ֆիլմը եւ հակընդդեմ հայցն արել։ Սա ձգվում է արդեն 6 տարի եւ հիմա ձեր եթերում առաջին անգամ ես ասում եմ, որ մենք ունենք դրական նպատակաուղղվածությամբ գործընթաց իմ ընկերության իմ որպես հեղինակի եւ կինոյի հիմնադրամի միջև ԿԳՄՍ նախարարության գիտակցությամբ եւ ուղղորդմամբ չասեմ բարի կամքով բոլորը ցանկանում են որ այդ վեճը դատական ացիաներից որտեղ ձգձգվում է արդեն 6 տարի փոխվում են դատավորներ չգիտեմ, երկարաձգում են, որովհետև դա ես չեմ ուզում դատական գործընթացի մասին մեկնաբանություն տամ, բայց այնտեղ այլ ելք կան, որ պետությունը մեր հանդեպ պետքա կատարի պարտավորությունները չկան, որտեղ պետությունը տատիկիս վարսերի ֆինանսավորումը կասեցրել է, որովհետև ասել է, որ Հովհաննես Գալստյանը չի վերջացրել մեկ այլ ֆիլմ, Թողություն ֆիլմը։ Այն ժամանակ չէր կարող այդպիսի բան լինել, որովհետև այդ կանոնակարգով այդպիսի բան չկար։ Իրանք կանոնակարգը փոխեցին, նոր կետ մտցրեցին եւ այդ նոր կետով կասեցրեցին տատիկիս վարսերը։ Դրա իրավունքը չունեին, որովհետև օրենքի վատթարացրող դրույթը չունի հետադարձ ազդեցության ուժ։ Եվ իրանք պարտվելու էին բոլոր դեպքերում։ Բայց հիմա, երբ որ արդեն այն ֆիլմը, որի պատճառով փակել են, ավարտված է, արդեն նույնիսկ ֆորմալ պատճառ չկա տատիկիս վարսերը չֆինանսավորելու։ Եվ մենք ուղղակի որոշեցինք, ես ինքս եղա նախաձեռնողը, որ լավ, ես դատարանով չեմ ուզում հաղթեմ պետությանը, ես չեմ ուզում այս դատերը շարունակվեն անվերջ։ 23 թվականին ես իմ կնոջը ասեցի, որ Մարինե, ես հոգնել եմ, ես դատերից հոգնել եմ։ Ես չեմ ուզում այլևս չեմ ուզում գնամ, ես Հայաստանի Հանրապետության դատական համակարգին չեմ հավատում։ Ես իրաց նույնիսկ խնդրում եմ, ասում եմ, արագ վերջացրեք այս հայկական բոլոր դատերը, մենք գնանք եվրոպական դատարան։ Որտեւ եվրոպական դատարանը մեզ տալու է մեծ կոմպենսացիաներ, որտեւ դրան միանալու են նաև իմ գործընկերները Գերմանիան եւ Բուլղարիան, որոնք արդեն ներդրումներ են արել տատիկիս եւ նրանք իրենց ներդրումների կորցրած շահույթը հետ կբերեն, ամեն ինչ հետ կբերեն, բայց դա եւս կարող է տևի 10 տարի։ Իսկ ես ուզում եմ տատիկիս վարսերը դուրս գա էկրան, որտեւ տատիկիս վարսերը մի ֆիլմ է, որը պատմում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման մասին։ Տատիկիս վարսերը ֆիլմը, որը տևում է 30 տարի, պատմում է մի ընտանիքի մասին, բայց ավարտվում է 1918 թվականով։ Երբ որ հերոսներից մեկը իր եղբորը գրում է, որ իմ սիրելի եղբայր Միքայել, որը որ Թիֆլիսում է, անհրաժեշտ է, որ դու վերադառնաս Հայաստան, որտեղ մենք այլևս ունենք մեր երկիրը։ Ու դա շատ կարևոր մեսեջ է, եւ նույնիսկ ես հիմա ուրախ եմ, որ մենք 18 թվին չենք նկարել այդ ֆիլմը, որտեւ այս ամեն ինչի միջով անցնելուց հետո դու գնահատում ես Հայաստանի Հանրապետությունը։ Դու հասկանում ես, որ հիմա էլ շատ պետք է, որ ֆիլմը վերջանա այնպես, որ գլխավոր հերոսը ամեն ինչը կորցնելուց հետո գրի իր եղբորը, որ վերադարձի Հայաստան, որտեղ մենք արդեն ունենք այդ դրոշը։ Ես չգիտեմ ում կարող է, այսինքն գիտեմ, հասկանում եմ ում կարող է խանգարի տատիկիս վարսերը ֆիլմը, ինչպես Վերա ֆիլմը, որ էլի մեր ֆիլմերից մեկն է, ես գիտեմ ում կարող է խանգարի, բայց ինձ հետաքրքիր չի, եթե դուք լավ բան եք անում, ինչ որ մարդկանց դա պետք է խանգարի, եւ խանգարելու է այն մարդկանց, որոնք ձեր թշնամիներն են, հասկանալի է։ Բայց այդ ինչ է նշանակում, այսինքն մենք չանենք լավ բան, որովհետեւ դա կարող է մեր թշնամիների բանը շարժի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում էր կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը։ Ես եմ շնորհակալ։